Oh, I think it's a beautiful country. Մի քանի օր է Անդրեա Չիկալեզեն Հայաստանում է բացաստրել է արժանանալ ջերմընդունելության ու տպավորվել Գյումրու մշակութային ոգեղենությամբ։ Իտալացի ջութակահարը այստեղ է Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգի շրջանակներում։ Այսօր Գյումրիում իսկ վաղը Երևանում մենակատարի կարգավիճակով հանդես կգամ Չայկովսկու ջութակի կոնցերտով։ Ես երիտասարդ երաժիշտ եմ, մեծ սիրով ու նվիրումով եմ զբաղվում իմ գործով եւ ինձ շատ երջանիկ եմ համարում, որ հնարավորություն ունեմ համագործակցելու հիանալի գործընկերների հետ, ինչպիսին է Գյումրու սիմֆոնիկ նվագախումբը։ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի խոսքով նման համագործակցությունները վաղուց արդեն դարձել են նվագախմբի գործունեության շարունակական ու ռազմավարական ուղղություններից մեկը։ Առաջարկներ ստանում ենք արտերկրի երաժիշտներից, բազում առաջարկներ։ Նվագախումբը դարել է լսելի, ավելի տեսանելի, ակտիվությունը շատ է եւ հրավերներ եւ իհարկե առաջարկներ համատեղ ծրագրեր իրականացնելու։ Անդրեան համաշխարհային երաժշտական ասպարեզում արագ վերել կապրող երիտասարդ երաժիշտ է, որն արդեն հասցրել է գրավել միջազգային մամուլի եւ մասնագիտական հանրության ուշադրությունը իր վիրտուոզ տեխնիկայով ու խորքային երաժշտական մտածողությամբ։ Բավականին մեծ անուն, մեծ բեմեր վաստակած, բարձրացած, մեծ հանդիսատես եւ ունկնդիր ունեցած երաժիշտ լինելով Անդրեա Չիկալեզեն մեծ սիրով առաջարկեց համատեղ համերգ ունենալ Հայաստանում։ Առաջինը մշակութային մայրաքաղաք Գյումրիում, երկրորդը Հայաստանի մայրաքաղաքում։ Անդրեայի խոսքով Հայաստան գալու իր որոշման մեջ մեծ դեր է խաղացել իր ուսուցիչը Յոզեֆ Ռիսինը, որը նաև հայտնի հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի ուսուցիչն է։ Սերգեյին լսելով միշտ ոգեշնչվել եմ հայկական մշակույթով եւ երբ իմացա, որ հնարավորություն կա գալ Գյումրի եւ Երևան համերգներով հանդես գալու, մեծ ոգեվորությամբ ընդունեցի այն ավելի լավ ճանաչելու մշակույթը։ Թեև սա առաջին հանդիպումն է նվագախմբի հետ, սակայն արդեն իսկ ունենք փորձեր եւ կարող եմ ասել, որ բոլորը շատ ջերմ, առատաձեռն ու հաճելի մարդիկ են։ Չնայած ընդամենը 20-ամյա տարիքին Անդրեան հանդես է գալիս որպես մենակատար աշխարհի ամենահեղինակավոր բեմերում Բերլինի ֆիլհարմոնիայում, Համբուրգի Էլբ ֆիլհարմոնիայում, Ցյուրիխի Տոնհալեում եւ այլուր Հայաստան գալն էր գլխավորապես իր ցանկությունն է եղել։ Most importantly, I think that always in a country there is a Ամենակարևորը ցանկացած երկրի իրական դիմագիծը նրա մարդիկ են։ Հայաստանում ես հանդիպել եմ ամենաջերմ սրտաբաց մարդկանց, աշխարհի լավագույն հյուրընկալներին։ Եղել եմ նվագախմբի որոշ երաժիշտների տանը, հրավիրվել եմ հրաշալի ռեստորաններ, համեղ ուտեստներով։ Առաջին իսկ օրից բոլորն այնպես են ընդունել, որ ինձ տանն եմ զգացել։ Որպես իտալացի, որտեղ մենք նույնպես փորձում ենք նույն ջերմությամբ վերաբերվել մարդկանց, դա շատ հուզիչ է ինձ համար, եւ ես անչափ շնորհակալ եմ այսպիսի ջերմ ընդունելության համար։ Իրեն համար նույնպես բացահայտում էր եւ Հայաստանը, եւ Գյումրին, եւ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Համագործակցային ծրագրերի շնորհիվ նա գտավ մեզ եւ մենք կարողացանք գտնել նրան։ Այդ է առաջին իսկ պատճառը։ Համերգային ծրագրում հնչեցին դասական երաժշտական գլուխգործոցներ Պյոտր Չայկովսկու ջութակի կոնցերտը եւ Ֆրանց Շուբերտի անավարտ սիմֆոնիան։ 1731 թվականին ստեղծված բացառիկ արժեք ունեցող ջութակը ձեռքին Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ջութակահարը այսօր համերգային ծրագրով կգերի նաեւ մայրաքաղաքի հանդիսատեսին։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Հովհաննիսյան, այսօր։